Կան գրքեր, որոնք կարդում ենք մեկ անգամ, եւ կան գրքեր, որոնք մեզ հետ են ամբողջ տարին կամ նույնիսկ տարիներ։ Դրանցից մի մասն էլ դառնում են սեղանի գիրք։ Ամեն օր մենք մտածում ենք հարյուրավոր բաների մասին, բայց ոչ միշտ ենք դադար վերցնում հասկանալու համար, թե ինչն է իսկապես կարևոր մեր կարդացածում եւ մեր կյանքում ընդհանրապես։ Ինչու ենք այսպես մտածում, այլ ոչ թե այնպես։ Ինչու ենք հենց այսպես զգում։ Ինչին ենք ի վերջո արձագանքում, ինչին ոչ։ Եվ ինչպես կարող ենք ապրել ավելի գիտակցված, ավելի հավասարակշռված ու ավելի ազատ։ Ռացիոնալիստի օրագիրը ստեղծված է հենց այդ դադարի համար։ Սա գիրք է ամենօրյա ընթերցանության եւ ինքնավերլուծության համար։ Տարվա յուրաքանչյուր օր, հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, մեկ կարճ տեքստ, մեկ ամբողջական միտք, մեկ թեմա, որի շուրջ արժեր մտածել։ Այս գրքում միավորվում են հոգեբանությունը, փիլիսոփայությունը, կոգնիտիվ վարքաբանական թերապիան եւ նեյրոգիտությունը։ Այստեղ խոսվում է առօրյա թեմաների, կյանքի իմաստի, կենսական ընտրությունների, արժեքների, հարաբերությունների, հաջողության, հուզական հակազդումների, մտածողության սխալների եւ ազատության մասին, ներքին ազատության մասին։ Ռացիոնալիստի օրագիրը գիրք է նրանց համար, ովքեր ուզում են ոչ միայն կարդալ, այլ նաև մտածել։ Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ հասկանալ իրենց եւ շրջապատի մարդկանց, ավելի հստակ տեսնել իրականությունը, կայացնել ավելի ռացիոնալ որոշումներ եւ ավելի հանգիստ արձագանքել կյանքի անորոշություններին։ Սա գիրք է բոլորի համար։ Այն կարող է դառնալ օրվա սկիզբ, կամ օրվա ամփոփում, կամ տարվա ընթացքում քեզ ուղեկցող փոքրիկ փիլիսոփայական ու հոգեբանական զրույց։ Այն պարզապես գիրք չէ, այլ տարածք է մտածելու համար եւ մեկ տարվա ուղեկից։ Այն գիրք է բոլորի համար։